Խորհրդարանական ընտրություններից առաջ ոչ իշխանական դաշտում տեղի ունեցող զարգացումների մասին կխոսենք խորհրդարանի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք։ Ինչպես կգնահատեք նախ երեկվա այս համաձայնությունը, երեք ուժերի մեջ, կարծես ընդդիմադիր դաշտում բավականին լուրջ պրոցեսներ են ընթանում եւ սա առաջին այսպես պաշտոնական հայտարարություններ։ Ես կարծում եմ սա իրավական հարթությունում կամ ընդհանուր իրենց համաձայնության մասին հայտարարությամբ հանդես գալու մասին առաջի քայլն էր որպես այդպիսին, բայց մենք մեր նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ բազմաթիվ գործողություններ եւ գործընթացներ ենք տեսել, ես կարծում եմ պետք է սպասել հետագա զարգացումներին, տեսնել ինչքանով դա գործնական տեսք ունենա եւ ինչքանով այդ միասնական գործունեություն ծավալելու մոտեցումները մեր հասարակության եւ ժողովրդի համար ընկալելի կլինեն եւ ինչ պտուղներ կտա մեր ժողովրդի համար։ Ամեն դեպքում ձեզ այս միավորումը դրական է ընդդիմության դաշտում, թե ձեզ սա անարդյունավետ կլինի։ Ես դրական կամ բացասական նման որակումներ չեմ տա, դրա որակումները լավագույնս հենց մեր ժողովուրդն է տալու, մեր հասարակությունը եւ ինչպիսի արտացոլանք դա պետք է ստանա։ Սա է, ես կարծում եմ լավագույնս ամենամեծ գնահատականը քաղաքական ուժի կամ քաղաքական ուժերի միասնական գործելավոճի տվյալ պարագայում հետագայի հետ կապված։ Պարոն Էնֆիաջյան, բացառում եք, որ որևէ պարագայում ԲՀԿ-ն կարող է այս նոր ձևավորված երեք ուժերի հետ մտնել դաշինքի կամ համագործակցության որևէ։ Գիտեք ինչպես Բարգավաճ Հայաստան կուսակցությունում մենք տարբեր զարգացումներ, ստեղծված իրավիճակը առաջի հերթին վերլուծել ենք, քննարկել ենք եւ մեր մոտեցումների հետ կապված ենք ասա, մենք առհասարակ կողմնակից ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որպես այդպեսին մեր մոտեցումները հետեւյալն են. օրենքի տառին համահունչ ընտրություններ կազմակերպել մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները, ում որ իրենց վստահությունը քվեն կտան, իր նպատակին ծառայի, զեղծարարություններ տեղի չունենան։ Համաժողովրդական այն մոտեցումը կա, որ ընտրություններին բավականին մեծ զեղծարություններ են տեղի ունենում, ժողովրդի կարծիքը չի արտացոլում ընտրությունները։ Արդյոք միասին աշխատելով այս հարցերի շուրջ ես կարծում եմ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր համակարծիք են այս հարցերի շուրջ, ընտրությունների օրը, ընտրություններից առաջ քարոզարշավի ժամանակացում օրենքի տառին համահունչ գործողություններ իրականացնել եւ ընտրություններից հետո հնարավոր զարգացումներ կապված ընտրության հենց ամենակարևոր օրը պաշտպանել, պահպանել քվեն մեր երկրի քաղաքացիների, այս հարցերի շուրջ մենք խնդիր չենք տեսնում։ Ծրագրերի հետ կապված շատ կոնկրետ են խնդիրները։ Մենք մոտեցումներ ունենք, ծրագրային մոտեցումներ ունենք, սկզբունքներ ունենք եւ շատ կոնկրետ առաջարկություններ ունենք։ Այն քաղաքական ուժերը, որոնք որ համակրում են մեր ողջագրած ճանապարհը, մեր աշխատանքի ոճը, մեր ծրագրերը, մեր մոտեցումները եւ թիմային առումով մենք ընդհանուր հայացքներ ունենք, ես որևիցե խնդիր չեմ տեսնում հետագայում նման հարցերի շուրջ բանակցել եւ եզր գտնել ավելի գործնական տեսք տալու։ Բայց կարծես հենց իրենք այս ուժերը ԲՀԿ-ի հետ առանձնապես համագործակցելու եւ դաշինքի մասին ընդհանրապես կարծես խոսք չի գնում, ինչ է կարծում, ինչու այսպեսի վերաբերմունք ձևավորվել նրանց կողմից։ Գիտեք ինչպես, ես ով ինչ կարծիք ունի, ես նման հրապարակային որևիցե կարծիք չեմ լսել։ Լսելու պարագայում վստահեցնում եմ ձեզ համարժեք իրականությունը կներկայացվի եւ կասվի։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինքնաբավ քաղաքական ուժը իր ծրագրերով, իր նպատակներով եւ իր գործունեությունը շարունակում է պատշաճ կերպով, ծանրակշիռ տեսքով։ Առաջիկայում ես կարծում եմ խորհրդարանական ընտրություններից ընդառաջ ամենատարաբնույթ գործընթացները տեղի կունենան, ամենատարաբնույթ խոսակցությունները կլինեն, հայտարարությունները կլինեն, բայց գործը կմնա գործ, փաստերը կմնան փաստեր եւ վերջնական արդյունքներ եւս կմնա վերջնական արդյունք։ ԲՀԿ-ն ինչ փուլում է հիմա գտնվում համագործակցության կամ քննարկումների առումով, որովհետև այս դաշինքի հետ կարծես թե դուք որևէ կապ չունեք, այդ մասին ամենայն դեպս երբևէ չի հայտարարվել, արդյոք կան այլ ուժեր, որոնց հետ հիմա քննարկվում է եւ երբ որևէ նորություն կլինի։ Վստահեցնում եմ ձեզ, շատ քաղաքական ուժեր կան, ուժերի ներկայացուցիչներ կան, որ նրանք համակրում են Բարգավաճ Հայաստան կուսակցության գործունեությունը, համակրում են մեր մոտեցումները, հարցերի հետ կապված ծրագրային մոտեցումները, տեսնում են, որ իրատեսական են եւ պատրաստվում են իրենց համագործակցությունը
եւ հետագա իրենց գործունեությունը հենց Բարգավաճ Հայաստան կուսակցության կազմում։ Ինչ մոտեցումներ դաշինքով կազմում նաեւ եւ դաշինքով հնարավոր այս տեխնիկական մասի հետ կապված մենք վերջնական մոտեցման կամ ինչ-որ նման հարցեր մեր համար այսօր օրասական դարձած եւ վերջնական լուծում կամ գնահատականի արժանացած հարց չի այս պայդրությամբ, բայց բնականաբար մոտեցումներ կան, խոսակցություններ կան եւ մենք այս հարցերի հետ կապված եւս հետեւյալ մոտեցումները ունենք։ Մեր կուսակցությունում այս պայդրությամբ մենք տարածքային կառույցների հետ ժամանակացույցեր է արդեն իսկ նախագծվել, որ ըստ ժամանակացույցերի ղեկավար մարմնի ներկայացուցիչները խմբակցության падգամավորները, քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, տարածքային կառույցի ղեկավարները շրջեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, բոլոր բնակավայրերով, բոլոր գյուղական համայնքներով, քաղաքներում բնականաբար եւ շփվել մեր երկրի քաղաքացիների, ոչ միայն կուսակցականների մասին է խոսքը գնում, այլ առհասարակ մեր երկրի քաղաքացիների, այն ինչ մենք տեղեկություններ ունենք, շատ ավելի կոնկրետ, դա վերածել ծրագրային մոտեցումների, ծրագրային տեսքի, ամփոփել այն բոլոր կարծիքները, որոնք որ կհավաքագրենք, եւ դրանք ծրագրերային տեսք տալ եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր հիմնական նպատակ թիրախ դարձնել հենց այդ ծրագրերը, այդ մոտեցումներն ու խնդիրները եւ շարժվել առաջ։ Որ ուժերի հետ եք բանակցում, պարոն Էնֆիաջյան, արդյոք Հայազգային կոնգրեսը կա եւ արդյոք դիտարկում եք դաշինքներանց հետ, որովհետեւ նրանք այն ընդդիմադիր ուժերից են, որ չկան այս դաշինքում։ Ես այս կամ այն քաղաքական ուժի հետ այն ձևաչափը չկա այսօրվա դրությամբ, որ մենք ձգտում ենք բանակցելու կամ ինչ-որ հեսպայդրությամբ ինչ-որ բանակցությունների գործընթաց է սկսել։ Մենք մեր մոտեցումների հետ կապված ես ձեզ արդեն ասացի, որ հրապարակային եւ բաց ենք շատ կոնկրետ ընտրությունների օրը համագործակցելու, որպեսզի մեր ժողովրդի կարծիքը գնա տեղ հասնի։ Ընտրությունների որակը Հայաստանի Հանրապետությունում էականորեն փոխվի։ Ունենանք որակական նոր ընտրություններ եւ ժողովրդի կարծիքը արտացոլի ընտրությունների միջոցով։ Բայց ընտրությունները մասնավորապես թիմ ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտում հանդես եկողները միասին հանդես գալու պարագայում են հավակնում իշխանությանը լուրջ ձեռնոցներ տել։ Այս դեպքում արդյոք եթե ԲՀԿ-ն չի միավորվում որոշակի արդեն ընդդիմադիր զանգվածի հետ, որ արդեն ձևավորված է, արդյոք սա չի նշանակում պառակտում ընդդիմադիր դաշտում։ Ոչ, ես գտնում եմ, որ հետո գիտեք ինչպես միավորումների մեջ պետք է տրամաբանություն լինի, ոչ մի բան պետք է ինքնանպատակ չլինի։ Ես ընդհանուր գլոբալ առումով ասեցի մոտեցման եւ սկզբունքների հետ կապված եւ հետո եկեք մի բան հասկանանք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դա մեր երկրի ամենածանրակշիռ քաղաքական ուժերից մեկն է եւ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք շուրջ 80 քաղաքական կուսակցություններ, որոնք որ պետական գրանցում են ստացել։ Նրանցից շատերը մեկանձնյա կամ մի քանի անձից բաղկացած քաղաքական ուժեր են ըստ էության կամ բովանդակային մասով մեր երկրի քաղաքացիները դրանցից զգալի մասին տեղեկությունները սկի չունեն։ Իսկ նման քաղաքական ուժերը օրինակի համար հավակնություններ ունենան կամ վերամբարձ ինչ-որ մտքեր արտահայտեն կամ օրինակի համար ձեր ասած օրինակով Բարգավաճ Հայաստան կուսակցություն նման ինչ-որ դաշինքի գնան կամ ինչ-որ նման փորձության գնան, ես դա տրամաբանական մեղմ ասած չեմ համարում։ Ակնարկում եք այս դաշինքի մասին հենց ձեր խոսքով, որ տրամաբանությունը պետքա լինի բովանդակային մասով, շատ կոնկրետ ծրագրային մոտեցումների առումով եւ նաեւ հասարակության մեջ ընկալելիության մասով։ Եկեք մի բան էլ ճիշտ հասկանանք, դեկտեմբերի 3-ին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ գումարեց եւ իր աշխատանքները իրագործեց, բայց այդ ընդլայնված նիստին ավելի շատ մարդ էր մասնակցում, քան թե որոշ քաղաքական ուժերի ընտրությունների, նույն ձեր ասած թիմ ընտրությունների ժամանակահատվածում ստացած ընդհանուր քվեներից ձայներ։ Հիմա ո՞նց է կարծում, նույն մենք համաչափության ու համադրությունների մեջ մենք նույն քաշային կատեգորիայում ենք գտնվում։ Քաղաքական բովանդակային մասով մենք նույն քաղաքական բովանդակություն ունենք կամ հասարակության կամ ժողովրդի կողմից ընկալելիությունը դուք կարծում եք նույնն է, մենք ձեր կողմից հիշատակած դաշինքի հետ կապված հարցերը որպես այդպեսի բովանդակային ներքուստ քննարկում չեն կարող, ես էլ եմ ասում, մոտեցում ունեն, սկզբունք ունեն, իրար հետ որոշել են միասնական աշխատեն, թող աշխատեն, ժամանակը ցույց կտա մեր ժողովրդի, մեր հասարակության կողմից որքանով է ընդունելի եւ ինչքանով են կարողանում բովանդակային հարցեր իրականացնել։ Մենք մեր ներկուսակցական աշխատանքներն ենք իրականացնում այսօր, լայնածավալ ծրագրեր ունենք եւ իրագործելու ենք առաջիկայում։
Գանք Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցին կարծես արդեն հստակ է դառնում, որ Հարուն Ծառուկյանը վերադառնալու է, ճիշտ է ձևաչափը դեռևս չի հայտարարվում եւ հստակություն այդ հարցում չկա, բայց արդեն մարզային այցեր կան, Գյումրիում տեսանք նախորդային այց եւ ընդհանուր առմամբ արդյոք սրանք արդեն նախընտրական այցեր են եւ որքանով է ԲՀԿ ներգրավված, արդյոք սա կարող ենք դիտարկել որպես նաեւ ԲՀԿ-ի գործողություն։ Եկեք մի բան տարանջատենք, ի սկզբանը ձեր ասացից, որ Գագիկ Ծառուկյանը նա մշտապես այցեր ունեցել է, մարզեր, գյուղական համայնքներ, նա մշտապես տեղեկացված է եղել երկրում ստեղծված իրավիճակի տարբեր գործընթացների հետ կապված, անձամբ է շրջում, անձամբ է մասնակցում, հանդիպումներ ունենում եւ անձամբ էլ հարցերի լուծում է տալիս։ Այդ ձեր կողմից նույնիսկ մատնանշած Գյումրու այցի ժամանակ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից լայնածավալ ծրագրերի արդեն մոտեցում ցույց տրվեց, շատ կոնկրետ, եւ հենց այս օրերին էլ այդ ծրագիրը արդեն իսկ իրականություն է դառնում եւ համոզված եմ, որ առաջիկա օրերին այդ թիրախային հարցերը ի վերջո Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների կողմից վերջնական տեսքի կբերեն։ Նախընտրական ժամանակաշրջանին բավականին ժամանակ կա, մենք դրան պատրաստվում ենք քաղաքական ուժի մասով, իսկ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի հետ կապված ես վստահ եմ եւ համոզված եմ, որ որևիցե անձ կամ քաղաքական գործընթաց չի կարող կաշկանդել նրան անձամբ դրա մասին խոսալու, ես ինքս կոռեկտ չեմ համարում դրա մասին խոսելը, որովհետեւ վստահ եմ, որ առաջիկա օրերին անձամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը իր հայտարարությամբ հանդես կգա։ Արդյոք ըստ ձեզ նա նաև կխոսի ԲՀԿ-ի հետ իր հարաբերությունների մասին, արդյոք ԲՀԿ-ում ստանձնելու է ղեկավարի դիրքը, թե այլ կերպ։ Ես իրավունք չեմ վերապահի խոսել, ինչի մասին նա կխոսի, ես կարծում եմ, որ տրամաբանությամբ շրջանակում կարելի առաջնորդվել։ Ես տրամաբանություն առաջնորդվելով հանդերձ, ես պետք է ասեմ, վերջին հանդիպումները, նույն հավաքը, որ տեղի ունեցել տան առջև, նույն քաղաքական խորհրդի նիստի որոշման պահանջի տեսքով ցանկության դեպքում որ ներկայացվել էր, ըստ էության նաև բոլորի կողմից հրապարակավ ներկայացվեց, որ առաջիկա ժամանակահատվածում ինքը անձամբ հրապարակավ հանդես կգա։ Ես կարծում եմ դրա համար ներքին այդ համոզմունքները ունեմ, որ առաջիկա օրերին նա անպայման այդ հայտարարությամբ հանդես է գալու։ Ամեն դեպքում ԲՀԿ-ի հետ կապված կխնդրեի մանրամասնեք, արդյոք ԲՀԿ-ում դուք ակնկալում եք, որ նա գալու է եւ ստանձնի ղեկավարությունը։ Գիտեք ինչպես, ես կանխատեսումների դաշտ չեմ մտնի, ես վստահաբար մի բան կարող եմ ասել եւ մեր ժողովուրդն էլ շատ հստակ իր մեջ այդ ընկալելիությունը ունի, որովհետեւ մեր բոլոր այցերի ժամանակ մենք դա տեսնում ենք, զգում ենք, լսում ենք, որ հասարակության մեջ Գագիկ Ծառուկյանը ընկալվել է, մնացել է որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր ղեկավար եւ առաջնորդ։ Գանք ԲՀԿ-ի անելիքներին կրկին, դուք նաև վստահ եմ տեղյակ եք, կան բացի այս դաշինքը, կան նաև միասնություն դաշինք հռչակված այսպես մի քանի կազմակերպությունների, անհատների նախաձեռնություն, տարբեր այլ նախաձեռնություններ կան, որոնք ըստ տարբեր հրապարակումների կապվում են նաև ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ։ Արդյոք կա ԲՀԿ-ից դուրս այսպես ընթացող գործողություն, որին դուք հնարավոր եք համարում առաջիկայում մասնակցել, մասնավորապես միասնության մասին կխնդրեմ խոսեք։ Ես ինքս նախաձեռնության մասին տեղյակ եմ, վերջին ժամանակահատվածում նրանք գումարեցին իրենց առաջին հավաքը, հավաքի ընթացքում հնչեցին մտքեր, երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված մտքեր հնչեցին, խնդիրների արձանագրվեցին, առաջիկայում ինչ զարգացումներ տեղի կունենան, դա առաջիկայում կերևա։ Մենք նման ինչ-որ գործունեություն ծավալելու, սատարելու նման ձևաչափ չունենք։ Պարոն Էնֆեջյան, ես ուզում եմ հստակեցնենք ԲՀԿ-ի համագործակցության հնարավոր ձևաչափերը, այսինքն ըստ ձեզ պետք է ձեր ուժին, այսինքն ձեզ համարժեք ուժեր միայն միանան եւ դա կլինի դաշինք եւ մնացածները պետք է ձեր կազմում ընդգրկվեն, այ ինչպես եք պատկերացնում համագործակցությունը։ Մենք խոսում ենք այդ տեսեք քաղաքական, կազմակերպչական աշխատանքների հնարավոր զարգացումների հետ կապված։ Ինչ ճիշտ հասկացեք, հիմքում ինձ համար, մեր քաղաքական ուժի համար ընկած է ամենակարևորագույն հարցը։ Ինչ կտա հայ մարդուն ժողովրդի մեջ ինչ փոփոխություններ հնարավոր կարձանագրվի այն քաղաքական ուժերը, որ քիչ առաջ ես մատնանշեցի, որ մեկ անձանոց կամ մի քանի անձից են բաղկացած, ես բնավ չեմ ուզում նրանց նսեմացնել, ես ընդհանրապես խոսում եմ նրա մասին, իզորու գործունակ քաղաքական ուժեր, իզորու գործունակ կադրեր, ծրագրեր եւ մոտեցումներ, որը որ հնարավոր կլինի
մեծամասնության քվեարկություններ է տեղի ունենալու, ղեկավար մարմինների նիստեր է տեղի ունենալու, համագումար է ի վերջո տեղի ունենալու, որտեղ որոշումներ է կայացվելու, եւ պատվիրակներն են որոշելու, ղեկավար մարմիններն են որոշելու, քննարկվելու են ի վերջո Երեք օրինակ բացերը դրական եւ բացասական կողմերը, որտեղ ստորագրվեց այս համաձայնագիրը, մոտավորապես նման էր ձեր ասած միջոցառումներին, ինչպես է գնահատում, արդյոք սա նման է ուժեղ առաջել անդրադարձա, դուք պարբերաբար շրջանցելով գալիս եք էլի նույն քաղաքական որոշման այդ երեք ուժերի միասնական գործելանեություն ծավալու հետագա մոտեցումների հետ կապված։ Ես մի բան ձեզ առաջարկեմ, ես կարծում եմ դուք այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եթե հրավիրեք տաղավար, երևի թե լավագույնս իրենք կներկայացնեն ինչ են պատկերացնում առաջիկայում անել միասնական։ Իմ մոտեցումը եւ մեր քաղաքական ուժի մոտեցումը շատ կոնկրետ, ինչ պրոդուկտ ենք մենք կարողանալու մեր հասարակության ներկայացնենք, մեր ժողովրդի համար ինչ բարիք ենք կարողանալու ստեղծենք, ինչն է փոխվելու մեր ժողովրդի, մեր հասարակության համար։ Սա պետք է լինի առանցքային հարցը։ Քաղաքական ուժերի վերադասավորում, նեղանձնական շահ, սրանք բնավ պետք է իսպառ վերացվեն եւ պետք է մոտեցումները լինեն Հայաստանի Հանրապետության զարգացում, պետականության ամրապնդում եւ ժողովրդի համար մի շարք սոցիալական, կենցաղի հետ կապված մի շարք խնդիրների լուծում։ Սա պետք է լինի առանցքային հարցը։ Մի մասից առանձին գնալով ընտրությունների իզորու է իսկապես մրցել ՀԿ-ի իշխող ուժի հետ։ Վերջնական չի որոշել, այսօր էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ամենամրցունակ քաղաքական ուժն է։ Նույնն է հայտարարում նաև Հանրապետական կուսակցությունը, որը ժամանակը ցույց կտա։ Այսինքն դուք կարծում եք դուք իզորու եք առանց ընդդիմադիր դաշտի մի մասի հետ համագործակցելու գնալ եւ հաղթել ՀՀԿ-ին։ Ժամանակին ճիշտ է, դրանք եղել են Գայք Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժի ձեռքբերումներն ու հաջողությունները, մենք բազմաթիվ անգամ կարողացել ենք ապացուցել, որ թիմ ընտրություններում խոսքս չի գնում ավականու կամ համայնքի ղեկավարի, գյուղական համայնքի մասին է խոսքը գնում, այլ շատ հստակ քաղաքային համայնքներում ունեցել ենք, արձանագրել ենք լրջագույն հաղթանակներ, նույն հանրապետական կուսակցության նկատմամբ։ Եվ գնալու ենք մենք մրցակցության, ընտրապայքարի եւ ընտրությունների արդյունքները ցույց կտան, որ քաղաքական ուժը ավելի գործունակ էր, մրցունակ էր եւ ում մոտեցումներն ու կադրերն էին ավելի ընկալելի մեր ժողովրդի կողմից։ Եվ Գագիկ Ծառուկյանի հետ կապված, քանի որ նրա վերադարձը կարծես արդեն վերջնական ուրվագծվում է, ըստ ձեզ արդյոք նրա համագործակցությունը կամ այսպես ասենք հանրային վայրերում նախագահի հետ բազմաթիվ առիթներում Երևանը չի խոչընդոտի, որպեսզի հանրությունը նրան ընկալի որպես ընդդիմադիր գործիչ։ Ինչպես տեսանք, մի քանի տարբեր միջոցառումներում նաև նա մեդալ ստացավ իր օբյեկտների բացմանը հյուրընկալեց հարցը հասկացա Գայք Ծառուկյանը ինքը անձամբ իր մոտեցման, իր որոշման մասին հրապարակավ հանդես կգա։ Այն մոտեցումներն ու դրսևորումների մասին, որ դուք խոսում եք, ես այ հատկապես ձեր ասած, եթե նման հարց առաջանում է կամ հաջորդը ձեր կողմից նման հարցը հնչել է, եկեք մի բան ճիշտ հասկանանք։ Կան մոտեցումներ, որոնք որ ի պաշտոնե են։ Այ օրինակի համար միգուցե միջանձնյա մենք փոխադարձ տարաձայնություններ ունենք, այլ քաղաքական հայացքներ ունենք, այլ կերպ ենք տեսնում երկրի զարգացման գործընթացը, բայց դա ինչ չի խանգարում, որպեսզի ես գամ նստեմ այստեղ եւ միասին մենք դրա մասին խոսենք եւ քննարկենք։ Այսինքն քննարկել կարելի է եւ դա ցանկացած բարակայում էլ ի պաշտոն է երկրի ղեկավարը կամ նույն օլիմպիական կոմիտեի ղեկավարը ո՞նց եք պատկերացնում կամ նման կարևորագույն գործընթացներից հետո ո՞նց եք պատկերացնում, էլ չպետք է իրար հետ ահռեսվեն, չպետք է շփվեն։ Բայց հանրությունը չէ որ դա տեսնելով կարող է ընկալել, որ Ծառուկյանը այլ մտերմացավ Կարծում եմ, որ ամբողջ հանրության անունից երևի թե տեղին չի լինի խոսել եւ կարծում եմ մեր հասարակությունը բավականաչափ նաեւ քաղաքականացված է եւ շատ կոնկրետ կարողանում է տարանջատել եւ հասկանալ, որ մոտեցումներ կան, որոնք որ ի պաշտոն են եւ քաղաքական գործընթացները որևիցե կապ չունեն։ Լավ, ինչ է կարծում, երբ պարզ կլինի, կհստակեցվի, թե ԲՀԿ-ն ինչ ձևաչափով եւ ում հետ է գնում նախընտրական պայքարը։ Ես վստահեցնում եմ, դուք նույն հարցերի շուրջ եք բարբերաբար հարցերը տալիս, տարբեր կողմերից մոտենալով, ամեն ինչ առաջիկայում շատ ավելի պարզ կլինի։ Այսինքն մինչև տարեվերջ պարզ կլինի դա։ Ամեն ինչ առաջիկա օրերին շատ ավելի պարզ կլինի եւ հստակ։ Ես նաև ուզում եմ խոսենք այսօր խորհրդարանում քննարկվող հարցի մասին, ինչպես գիտենք, արդեն երկրորդ ընթերցումն է, վերջին հարցն է սա, 1000 դրամների այսպես աղմկահարույց օրենքն է քննարկվում եւ կարծես ընկալվում է որպես նոր օրենք, չնայած առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Ըստ ձեզ արդյոք սա իսկապես նոր օրենք է եւ հիմնական փոփոխությունները արդյոք բավարարում են ձեր պահանջներին։ Մեր վերջին զրույցի ժամանակ ասացիք, որ դուք եւս որոշակի փոփոխությունների կարիք տեսնում եք։
Ինչպես տեսնում եք, այդ փոփոխությունները առաջի ընթերցման ժամանակ եւ քանի որ դրա մասին խոսել ենք, ինքս եւ հարցեր եմ տվել եւ ամփոփիչ խոսքում մտքերի փոխանակման այս ֆորմատի ժամանակահատվածում իմ կարծիքն ու մոտեցումն եմ ասել։ Իմ կարծիքն ու մոտեցումը ամփոփելով այս գործընթացը ես ներկայացրել եմ, որ մեր երկրի ժողովուրդը, մեր երկրի քաղաքացիները պատրաստ են ոչ թե 1000 դրամ, 100,000 դրամ, այլ 1 միլիոն կամ տվյալ պարագայում միգուցե նաև $1 միլիոն ըստ անհրաժեշտության կան այդպիսի քաղաքացիներ, որ պատրաստ են այդ վեր գաղափարների մեջ գումար դնել, ինչի մասին է խոսքը գնում։ Մեր երկրի պաշտպանության գործընթացներում ռազմական գործողությունների ժամանակահատվածում զոհված զինծառայողների ընտանիքներին ուշադրություն եւ վերաբերմունք ցույց տալու, հաշմանդամություն ունեցող զինծառայողների նկատմամբ պատշաճ կերպով առողջական հետագա իրենց գործընթացներում միջամտություններ ցուցաբերելու, անհրաժեշտության դեպքում արտերկրում բուժում ստանալու, համապատասխան ուշադրությունն ու վերաբերմունքը ցույց տալու պարագայում։ Այս մոտեցումների հետ կապված մեր հասարակությունը միակարծիք է։ Մոտեցումների հետ կապված, քանի որ այս հարցերը շատ ավելի գլոբալ հարցերի եւ արատավոր երևույթները առիթ դարձան քննարկելու, վերլուծելու եւ մատնանշելու, որ այլ միջավայրերում նաեւ կարելի է գումար տնտեսել կամ չարաշահողների մասին այդքան խոսվում է, բացահայտել իրավական հարթություններում այդ գումարները վերադարձնել բյուջե եւ հուտումները մտցնել։ Հիմա օրինագծից ենք խոսում։ Օրինագծի փոփոխությունները ըստ էության առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում падգամավորները հնարավորություն ունեն գրավոր տեսքով միջամտելու եւ իրենց առաջարկությունները եւ լրացումները ներկայացնելու։ Այս պարագայում նաեւ կառավարությունն է լրամշակել օրենքի հետ կապված փոփոխությունը, որ հենց այս պայմանությամբ քննարկվում է, այ հենց հիմա ազգային ժողովում քննարկվում է։ Եվ քանի որ ինքը բավականին էականորեն մեծ փոփոխությունների մասին էր խոսքը գնում, այսօր ընդհանուր նրա մասին էր խոսքը գնում, որ սա կարելի է համարել նաև որպես առանձին նոր օրենսդրական նախաձեռնություն, բայց ըստ էության դա նախկին օրենքի լրամշակված, վերամշակված ընթացակարգն է։ Ես կարծում եմ փոփոխություններ որպես այդպեսին կարելի է անընդհատ կատարելագործման տանող ճանապարհը դա անվերջ մի ճանապարհ է եւ պետք է օրենքները ամենակարևորը ներդաշնակ լինեն հասարակության ընկալելիության մեջ եւ իրականության հետ։ Հիմա այդպիսին է այս օրինագիծը։ Այս օրինագիծը դեռևս վերջնական իր տեսքին եւ եզրանկման չի ասել եւ քանի որ բավականին մեծ փաթեթով արդեն այս փոփոխությունները հենց հիմա քննարկվում է, ես ինքս էլ ամբողջական տեսքով չեմ հասցրել ծանոթանալ։ Հիմնական առանցքային հարցը մնում է վերաբերմունքը, ուշադրությունը, որ առանցքային է եւ պետք է լինի։ Ես ինքս իմ հայտարարության մեջ էլ հանդես գալով ասել եմ, որքան էլ որ դժվար լինի, որքան էլ ուզում է դա դժվար լինի, ինչքան էլ ծանր լինի մեր պետության ծախսերի առումով այդ հարցը լուծելու, մենք խոսում ենք 4-օրյա պատերազմական գործողությունների ժամանակահատվածում տուժած մեր քաղաքացիների ուշադրություն եւ վերաբերմունք ցույց տալու, բայց պետք է մենք ուշադրություն դարձնենք նաեւ 4 տարիների ընթացքում 90-ականների ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետևանքով տուժած մեր երկրի քաղաքացիների մեր հերոսների ընտանիքներին պատշաճ կերպով վերաբերմունք եւ ուշադրություն ցույց տալու։ Այն ինչ որ տեղի է ունեցել, ճիշտ հասկացեք, արդեն իսկ պետք է արձանագրել որպես անդառնալի, բայց մեր հերոսների նկատմամբ մեր վերաբերմունքն ու ուշադրությունը պետք է լինի միանշանակ, ոչ թե ելի եմ կրկնում ապրիլյան դեպքերի կամ հետագա աստված չհասցնել նման զարգացող պարագայում դրսևորումների ժամանակ, այլ առհասարակ որքան էլ որ դժվար լինի, իմ մոտեցումը եւ սկզբունքը հետեւյալն է։ Շնորհակալ եմ, պարոն Էնֆիադ ջան, իմ զրուցակիցներ խորհրդարանի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիադ ջանը։